Այս նախագիծային եզակի նախագծերից էր, որտեղ բովանդակության հետ կապված վեճ չկար, եւ սա շատ ողջունելի է, եւ ես էլ պարոն Նազարյան ուզում եմ կիսեմ ձեր լավատեսությունը եւ հույս հայտնեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները եւս դրական քվեով կարժանացնեն այս նախագիծը։ Հիմնական վեճը տարածում էր օրվա հետ կապված, որ օրը պետք է մենք հիշենք հայրենիքի համար նահատակվածներին։ Եվ այստեղ պետք է ասեմ, որ շատ անկեղծ պետք է լինեմ, եթե մենք մի փոքր էմոցիոնալ դաշտը թողենք մի կողմ եւ փորձենք պրագմատիկ մոտեցում դրսեւորենք, ապա պրագմատիկ դրսեւորումը հետեւյալն է, ոչ այնքան կարեւոր է, թե մենք ինչ օր ենք ֆիքսում, որտեղ որը որոշակի առումով պայմանականություն է, այն, թե մենք ի վերջո ինչ սիմվոլիզմ ենք դնելու այդ օրվա մեջ։ Ինքը չպետք է վերածվի սոսկ լրացիչ ոչ աշխատանքային օրվա։ Ինքը չպետք է վերածվի սոսկ մեր օրացույցում նշված ինչ-որ հերթական օրվա, որը մեզ հնարավորություն է տալիս չգնալ աշխատանքի կամ չզբաղվել այլ գործերով։ Մենք իրոք լուրջ սիմվոլիզմ պետք է դնենք սրա մեջ։ Ծես, արարողակարգ, բովանդակություն եւ այո, հարգանքի տուրքը պետականության հայրենիքի համար, նահատակվածների համար մշտական ուշադրություն պետք է լինի։ Այն պետք է դառնա դպրոցականների, ուսանողների, երիտասարդների, բոլոր շերտերի համար մեր հասարակության շատ կարևոր օր։ Ընդ որում, եթե շատերին թվում է, որ այս քվեարկությունից ամեն ինչ ավարտվում է, ոչ քվեարկությամբ սկսվում է, մենք պետք է միասին համատեղ ջանքերով տանենք այսօրը առաջ։ Պարոն Մինասյան, Տիկին Թովմասյան, դուք եք այստեղ ընդդիմության ներկայացուցիչները այս պայմանությամբ, գիտեք, այս օրը կունենա սիմվոլիզմ եւ կդառնա իրոք համապետական, եթե մենք բոլորս այդ օրը միասնական մեր հարգանքի տուրքը մատուցենք հայրենիքի համար նահատակվածներին։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։